Արդ քույրերը եւ եղբայրներ, մենք բոլորս ականատես եղանք, ոնց երեք մասկի շոուով ես կասեմ այդ ջոկատը Նայիրի Հունանյանի եւ Վալերի Պրիամակովի ջոկատը, որը ունի իհարկե կազմակերպիչ, իհարկե սցենարիստ, իհարկե ինչ կասես Գան ջան։ Դա ընդհանրապես դա այդ կենթանիները առհասարակ նմանատիպ կենթանիներին չի կարելի մարդ կոչել, դրանք հենց սցենարի հեղինակի միջոցով ուզում են հայաստանցիներին, արցախցիների հետ հագցնեն, իբր բունտ դառնա, բունտ բարձրանա Հայաստանում։ Նկատեցին ասալայի նկարներ կպցրել են, որ Հայաստանին ճանաչեն տերորիստական, ասալան եղել է սովետական միության ժամանակ, գաղտնի բանակ ինքը իր ֆունկցիան արել է, մենք ունեցել ենք հայոց ազգային բանակ, դա էլ է իր ֆունկցիան արել, նույն գետը երկու անգամ չես մտի, դա անցյալում է, եկեք տղեկ մտածենք ապագայի մասին, մենք մեր պայքարը արել ենք նրա համար, որ ունենանք անկախ հզոր պետություն եւ պետականություն, այս ուժերը չեն ուզում, որ մենք պետություն ձևավորենք, դրա համար մենք մայիսի 27-ին կհիշենք 36 տարի հիշվել է, ինչքան ես գիտեմ Ռոլանդի Ռոմիկի ջոկատնա շատ կորուստներ տվել, իրանք հիշել են, ասեն, բայց դա մասսայական չի եղել, ես առաջարկում եմ բոլոր մարտիկներին, ովքեր պայքարել են հայոց պետականության ստեղծման համար, հայոց անկախության, լիարժեք անդամ լինի միջազգային այցաններում օնում որպես պետություն, բոլորիդ հրավիրում եմ մայիսի 27-ին մենք այդ օրը հավաքվենք, վեր հիշենք մեր տղեկին, որոնք զոհաբերվեցին, դրանք մեր հայոց բանակի էլիտան էին, իրանք պայքարեցին հայկական պետության հիմնաքարը դնելու համար եւ սովետական բանակը իրանց ոչնչացրեց։ Ես մի բան էլ կարամ ավելացնեմ, ես խնդրում եմ բոլոր այն մարտական տղաներին, ովքեր իրականում մարտական ուղի անցած են, խնդրում եմ եկեք, հավաքվենք, հիշենք, բանակի հիմքը դրվել է հաբով, հայոց ազգային բանակով 89 թվին է ստեղծվել ու տենց։ Բոլորից սպասում ենք, ոնց որ ասում է, այս գործը, որ մենք չարեցինք 90-ականներին, հիմա այսօրվա ղեկավարությունը ճիշտ ուղիով գնում է եւ մենք պետություն ենք ձևավորում։